Ռանդևու հաղորդաշարի հերթական հյուրը երգիչ Արսեն Սաֆարյանն է։ Starnews.am-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենաուշագրավ ու հետաքրքիր հատվածները։ Երգիչը բավական կտրուկ ձևակերպեց իր դիրքորոշումը կապված Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքի հետ։ Արսեն Սաֆարյանը նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է շարունակել շփումը։ Ոնց շփվեմ ես, ում հետ շփվեմ կամ ինչի շփվեմ։ Ես չեմ մտածում ոնց, որ իրենք են, չի ստացվի։ Արսեն Սաֆարյանը նաև անդրադարձավ իրենց հարաբերությունների սրման պատճառներին, հիշելով, որ պատերազմի ավարտից հետո տեղեկություններ էր լսել հայկական գյուղերի հանձնման մասին և այդ թեմայով զրույց էր ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, սակայն երբ ամիսներ անց այդ գործընթացները իրականություն դարձան, ըստ երգչի, ինքը պարզապես այլևս ցանկություն չի ունեցել շարունակելու շփումը։ Երգիչը նաև ընդգծել է, որ չի կիսում այն տեսակետը, թե պատերազմի օրերին հայ տղամարդիկ չեն կռվել։ Նրա խոսքով ինքը եղել է դաշտում, տեսել է իրականությունը։ Այո, վախեցածներ էլ են եղել, դասալիքներ էլ, բայց ես չեմ ընդունում, որ տղամարդիկ չեն կռվել։ Այսպիսով երբեմնի մտերիմ հարաբերությունները վերածվել են բացահայտ տարաձայնությունների, որոնք դատելով կողմերի խոսքերից դեռևս հեռու են հարթվելուց, իսկ մենք հավելենք, որ դեռ օրեր առաջ։ Տետատետ հաղորդման եթերում անդրադառնալով շոու-բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ հարաբերություններին, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ գրեթե բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, ավելի քիչ է շփվում, սակայն երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։ Նրան շատ եմ սիրում, հարգում, գնահատում ու ցավում եմ, որ քիչ ենք շփվում։ Ենթադրում եմ, որ չգիտեմ թե ինչու, ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածի մեջ նաև ինձ է մեղադրում, թեև չգիտեմ իմ մեղքի բաժինը որն է, նշել էր Ալեն Սիմոնյանը։ Հաղորդման ընթացքում հաղորդավար Մհեր Բաղդասարյանը հիշեցրեց, որ երբ ինքը հյուրընկալել էր Հովհաննես Ազոյանին, նա նշել էր հետևյալը. «Երբ իմ ընկերները դառնում են իշխանություն, ավտոմատ դառնում են նաև ոչ իմ ընկերները»։ Այնուհետև Մհերը հարց ուղղեց Ալեն Սիմոնյանին. ինչպիսին են այսօր իր հարաբերությունները Հովհաննես Ազոյանի հետ և փորձել է արդյոք հասկանալ, թե ինչ է կատարվում դերասանի կյանքում։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Հովհաննեսը իմ ընկերն է, ես ունեմ իր հետ լավ հարաբերություններ, հիմա չգիտեմ իր մոտ բիպոլյարնի շեղում է, թե ինչ»։ Հաղորդավարը նկատեց, որ նման ձևակերպումը ծիծաղելի է հնչում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Շատ իրեն սիրում եմ, իրենից չեմ նեղանում, շատ քիչ մարդ կա իմ կյանքում, ումից չեմ նեղանում, որովհետև Հովոն է դա, միշտ պատրաստ եմ իր կողքը լինել, Հովոյին ոչ ոք իմ մոտ բան չի կարող ասել», նշեց նա։ Հաղորդման ընթացքում նաև զանգահարեցին հենց Հովհաննես Ազոյանին։ Դերասանը հետևորդներին մաղթեց համբերություն և նշեց, որ ինքը քաղաքացի է, իսկ Ալեն Սիմոնյանը քաղաքական գործիչ, հետևաբար իրենց ընկերությունը չպետք է օգտագործվի ոչ իր, ոչ Ալեն Սիմոնյանի օգտին, այլ երկրի։ Հովհաննես Ազոյանի խոսքում նկատվում էր սառնություն, ինչը ապացուցում էր նրանց հարաբերությունների սառը լինելը։ Խոսելով Ալեն Սիմոնյանի անձնական կյանքի մասին, Մհեր Բաղդասարյանը նախ շնորհավորեց Ալեն Սիմոնյանին նշանադրության կապակցությամբ, ընդգծելով, որ վերջին շրջանում հանրության և մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց նրա անձնական կյանքն է։ Քննարկումների կենտրոնում էր նաև այն հանգամանքը, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե նրա ընտրյալը, դերասանուհի և մոդել Անելիա Գուբերյանը, իբր իր մտերիմ ընկերոջ դուստրն է։ Այս հարցին պատասխանելով Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Դա սուտ է, կատարյալ սուտ, թեպետ ես դրա մեջ վախենալու բան չեմ տեսնում, բայց նման բան գոյություն չունի, դա հնարովի պատմություն է։ Ես նրա ծնողներին ճանաչում եմ, Երևան քաղաքից եմ ճանաչում։ Իրար ճանաչում ենք երևի մոտ 20 տարի, բայց մենք ընկերներ չենք եղել, դա իրականությանը չի համապատասխանում, ասել էր նա։ Հաղորդավարը նաև հետաքրքրվել է արդյոք սիրահարվել է առաջին հայացքից։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հնարավոր է, որ այդպես էլ եղել է։ Դժվար է ասել, բայց երևի այո։ Բայց ես այնպիսի կարգավիճակ ունեի, որ այդ միտքը ինձ միշտ խանգարել է։ Ես երկար ժամանակ փորձել եմ հերքել դա և կարծես փախչել իրականությունից, բայց եղավ այն, ինչ եղավ, նշել էր նա։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այն հարցին, թե ինչպես է պատահում, որ մարդը, ունենալով ընտանիք, կարող է սիրահարվել մեկ ուրիշին։ Այս թեմային արձագանքելով Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ սիրահարվելուց հետո բազմիցս փորձել է զսպել իր զգացմունքները, սակայն դա չի հաջողվել։ Մեզ մնում է հավելել նաև այն, որ երբ Մհեր Բաղդասարյանն իր սոցիալական էջերում հայտնել էր այս հարցազրույցի մասին, շատ քննադատություններ էին եղել և նույնիսկ Մհեր Բաղդասարյանին և Արա Ղազարյանին մեղադրել էին ծախվելու մեջ, իսկ մենք առաջարկում ենք լսել նրանց պարզաբանումը։ Ուժամալ լուր հետևում եմ լուսանկարի ներքևի հատվածում մեկնաբանություններին ու կարդում եմ ձեր նամակները, ինչ-որ տարօրինակ հիստերիա է, մի մասը շատ ուրախ է, մի մասը շատ դժգոհ է, մարդիկ ինչ-որ գրում են, որ ինչ-որ քանակությամբ մի քանի նամակ եմ ստացել, unfollow են անում, դուք ազատ եք ձեր ընտրության հարցում։ Ժողովուրդ ջան, կարող է սպասեք հարցազրույցը դիտեք, նոր կարծիք հայտնեք, ինչպես դա արել եք մշտապես։ Ազատ արտահայտել եք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Եվ առհասարակ չեմ հասկանում, թե ինչա ձեզ թվում, որ լրագրողը ինչ-որ մեկին պարտք է իր մասնագիտական աշխատանքը եւ մասնագիտական պարտականությունները կատարելուց։ Այս մեկի հետ կարող է հարցազրույց անել, մյուսի հետ ոչ։ Ինչա ձեզ թվում, որ սա 2000-ականների Դար 21 հեռուստաալիքի Օդեոն հաղորդումն է, որտեղ դուք կարող եք զանգահարել եւ պատվիրել ինչ-որ տեսավոլովակ։ Ես անում եմ հարցազրույցը մարդկանց հետ ու ուզում եմ եւ դուք էլ կարող եք դիտել։ Երեկվանից լիքը նամակներ եմ ստանում Մհեր Բաղդասարյանի արած հարցազրույցի հետ կապված, իսկ հարցազրույցը նա վերցրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։ Երևանյան շարքը մենք հաճախ ենք անում, գնում ենք Երևան, նկարահանումներ ենք անում։ Այս անգամ ես չկարողացա գնալ Երևան, որովհետև այստեղ գործեր կան լիքը, բաժանվեցինք, Երևան գնաց Մհերը եւ սկսեցինք Երևանյան շարքը մի փոքր ուրիշ ձևաչափով։ Որոշում ընդունվեց հրավիրել տետատետ քաղաքական ամենատարբեր ուժերի լիդերների, հայտնի անունների, եւ մենք հրավերներ ուղարկեցինք ամենատարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, նրանցից ոմանք ընդունեցին հրավերը, նրանցից ոմանք ցրեցին, նրանցից ոմանք մերժեցին։ Ալեն Սիմոնյանը այն քիչ քաղաքական հայտնի դեմքերից է, ով ընդունեց հրավերը միանգամից եւ համաձայնվեց տալ հարցազրույց։ Իդեպ հարցազրույցների շարքը Ալեն Սիմոնյանով սկսել է, բայց Ալեն Սիմոնյանով չի եզրափակվելու, մենք ունենք ապագայում էլի շատ հետաքրքիր քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, որոնք պետք է նկարվեն, բայց այս իմ ստորիները դրա մասին չի, այլ այն դժգոհությունների եւ վայնասունի մասին է եւ այն բողոքի նոտաներ հիշեցնող նամակների մասին է, որ դուք հղում եք ինձ առանձին եւ Մհերին, թե ինչպես կարելի էր հարցազրույց վերցնել Ալեն Սիմոնյանից։ Ժողովուրդ, ես ինքս չեմ կիսում այդ քաղաքական ուժի որևէ որոշում եւ առաջին օրվանից նրանց ամենավառ քննադատողներից մեկն եմ։ Իսկ ով է ասել, որ լրագրողը պետք է հարցազրույց չվերցնի այն մարդուց, ում քաղաքական հայացքները չի կիսում կամ կիսում է։ Ու երբ դուք ուլտիմատումներով եք խոսում, դուք որևէ կերպ չեք տարբերվում այն քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչներից, որոնցից մի օր շուտ ուզում եք հրաժարվել։ Այսինքն իմ համար նոնսենս է, ես չէի պատկերացնում, որ նման ռեակցիա կլինի շատ ու շատ մեր հետևորդների կողմից։ Ես առաջին օրվանից չեմ կիսել այս քաղաքական ուժի հայացքները, բայց ես եւս իմ հեղինակային հաղորդման շրջանակներում, երբ Ալեն Սիմոնյանը դեռ ազգային ժողովի փոխխոսնակ էր, հրավիրել Լոս Անջելեսում բացառա հաղորդաշարին հյուր։ Իսկ ով է ասում, որ առանձին վերցրած կարծիքներին պետք է մենք զոհ գնանք եւ ձեր պատվերով անենք հաղորդումներ։ Մենք երբեք պատվերով հաղորդումներ չենք արել, փողով հաղորդումներ չենք արել, եւ սա երաշտական փոստարկղը չի, ժողովուրդ, որ դուք զանգահարեք եւ պատվիրեք առանձին երգեր, մենք էլ այդ երգերը պտտենք, ձեզ ուրախացնենք։